Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 7 շրջաններին, հնարավոր էր արդյոք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա, եւ շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում, այսինքն 7 շրջանները համարել Արցախի անբաժանելի մաս եւ դրանք մեկտեղ ճանաչել Հայաստանի մեջ մտցնել եւ չսպասել աշխարհի ճանաչմանը կամ Ադրբեջանի ճանաչմանը։ Հիմա նայեք, եթե վերցնեք Ռուսաստանը 150 միլիոն բնակչությամբ աշխարհի ամենից հզոր բանակներից մեկը ունեցող երկիր, Ուկրաինան ասում են 40, բայց իրականում այսօր բոլոր փորձագիտական գնահատականները մոտ 25 միլիոն բնակչություն։ Եվ Ռուսաստանը աշխարհի ամենից հզոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հիմա եթե մենք այդքան ունենայինք, իհարկե այդպես կան։ Ոքի մի կասկածեք, իհարկե այդպես կան։ Բայց այնինչ որ դուք ասում եք, հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում է, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա Արցախ Հայաստանը եւ վերջ մոտարապես հետևանքները սա են լինելու։ Սա կլներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլներ պարտություն։ Սա արվեց 20 թվականին, 19 թվականին։ Մենք լավ գիտակցում ենք, որ պատերազմը, երկարատև պատերազմը պրոբլեմային է մեզ համար։ Իսկապես պրոբլեմային է։ Դուք կամ պիտի այնպիսի դաշնակից ունենաք, այնպիսի հարաբերություններով, որը պատրաստ է այդ պատերազմի ժամանակ ամբողջությամբ կանգնել քո թիկունքում եւ մարդկային ռեսուրսով եւ ամեն ինչով եւ նյութական ռեսուրսներով։ Եթե դա չկա, ուրեմն դու պետք է շատ ավելի ճկուն լինես եւ փորձես բանակցային գործընթացով արդեն ստանալ այն, ինչը հնարավոր է ստանալ։ Մեր մոտեցումը սա է։ Դուք նայեք, կարող եմ խելք չի կտրել, ասենց հայտարարեինք, ասեինք, Ղարաբաղ Հայաստանը եւ վերջ։ Կարող է, օրինակ, ես Ղարաբաղ նախագահ ընտրվելուց ինագուրացիան, ասենց ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Չենք արել, չէ՞։ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիայի մասնակից սարքենք այս հարցին։ Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ շատ ավելի ճկուն էինք։ Ես հիշում եմ 20 թվականի ամռանը Թավուշում սահմանային այդ բանը մենք ինչ սարքեցինք, հայտարարություններ, որ թուրք-ադրբեջանական տանդեմ մենք հաղթեցինք, մեր բանակը ամենից հզոր բանակն է եւ այլ եւ այլ։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանի բանակը։ Բայց համեմատության եզրեր չկա պոտենցիալով թուրքական բանակի հետ։ Եվ դա սարքել Սարտարաբադ 72 հատ մարտական խաչ տալ Սարտարապատում սեպտեմբերի։ Սա ոնց որ գրգռես անընդհատ, sense Թուրքիային ասես մի հատ միացեք Ադրբեջանի հետ, միացեք այս հարցը լուծեք, այս հայերը մեզանից ինչ են ուզում։ Ես մինչև այսօր չեմ հասկանում, մի մարդ չի հայտնել, որ ասի չի կարող, մի արեք դա։ Պարոն Քոչարյան, ձեր նախագահության տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ որ գործոնները եւ փաստաթղթերն են ունեցել առավել ազդեցիկ, ինչու ոչ նաեւ դրական ազդեցություն հօգուտ հայկական կողմի շահերի վրա եւ անձամբ դուք որ փաստաթղթն եք համարում առավել արդյունավետ, թույլ տվեք տվյալ պարագայում առանձնահատուկ նշել, խոսքը գնում է QST եւ Մադրիդյան սկզբունքների մասին, այսինքն եթե համեմատական անցկացնենք այս երկուսի միջեւ։ Իհարկե առանցքային ես կհամարեի QST փաստաթուղթը։ Որտեւ ինքը չի ստորագրվել ըստ էության, բայց վերջնական տեսքուներ վերջի պահին ուղղակի Հեյդար Ալիևը հրաժարվեց դա ստորագրելուց։ Բայց ինչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։
Սա շրջադարձային ինչ որ մի բան էր։ Ես նույնիսկ երբ այ խոսակցությունը մեր մեջ եղավ, նույնիսկ մի երկու անգամ հարցրեցի, ես ճիշտ եմ հասկանում։ Ինչ դա մեզ տվեց, չստորագրվեց, բայց դրանից հետո նույնիսկ մադրիդյան սկզբունքները, որը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք դա ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայեք, մենք ընդամենը 2 տարի առաջ, 3 տարի առաջ մենք քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Վարդան Օսկանյանը այդ բանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ինչ բանակցում էր, նայեք, նույնիսկ այս տարբերակն էր։ Ոնց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքան կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մեր բանակցային փաստարկների մեջ մի շատ լուրջ փաստարկ։ Եվ նույնիսկ կրկնեմ մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի լավ փաստաթուղթ էր, մենք դա ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք դա համարում ենք, մենք ասում ենք, սա փողզիջումային այդ բոլոր բանակցությունները ենթադրում է փողզիջումներ։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները մենք արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից եւ սա լուրջ բան գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ որ արդյունքների գալ։ Իսկապես հնարավոր էր արդյունքների գալ։ Եվ վերջերս նաեւ շատ են խոսում դրա մասին, 19 թվականին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի, ասենց ասեմ, այն ինֆորմացիան նաև, որին ես եմ տիրապետում, հետո եմ ուղղակի իմացել, ուղղակի արհամարանքով։ Չենք հասկանում, ես ինչ եք ասում, ինչ բան եւ այլ։ Եվ դրանով նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմը հանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Եվ սա շատ վատ բան էր եւ կարծում եմ սա պատճառներից մեկն է, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին եւ պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց, որովհետեւ երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաեւ այդ հետևանքների այսպես պատասխանատվությունը պետք է կրես։ Եվ սա տրամաբանական է։ Հիմա նայեք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում, այս վերջի օրինակ 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ եւ Միացյալ Նահանգները, որոնք այսպես ասենք հիմնական այն երկիրն էր, որոնք այս պատերազմի ժամանակ իրենց միջամտությամբ, իրենց օգնությամբ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ եւ ծանր է նստել Ուկրաինայի վրա։ Եվ ստե ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ անպատասխանատվությամբ, սա մեկ եւ երկրորդը ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Բայց այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշում եք, չէ՞, պատերազմի ժամանակ, որ ասում են, եթե ես առաջարկը ես ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Հոկտեմբերի 18-19։ Պատերազմը կաղնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լավ չի, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենային։ Քո դավաճան այդ, մեկը ասում են դավաճան։ Իրականում մեկը ասում են, չէ՞, որովհետև արդյունքները այդպեսինն են։ Լավ չէ ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չենք ունենա։